քանի օր է ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են, ճամբարակի հատվածում էր մի քանի օր առաջ այդ կրակը, որը այդ տարածաշրջանի շատ մեծ, ուրեմն ցանքսատարածություններ եւ շատ մեծ ծավալի անտառներ այրվում էին, այնուհետև կրակը տեղափոխվել է ուրեմն Տավուշի մարզ, Դիլիջան ազգային պարկի տարածքում 3 ինձ ահազանգեցին, որ 4-ը օջախ կա, դա Կազաչի հանդամաս կոչվող օջախն էր կրակի, մեկը Լեռնային Հայաստան, Գորնի Արմենիա, հանգստյան տան վերևի հատվածի մասն էր, երրորդը Ոլորանների մոտ կար, մեկ մեծ օջախ, որ գիշերը ես այնտեղ եմ եղել, ամբողջ գիշեր այնտեղ եմ եղել, եւ չորրորդը Սիմինովկա գյուղի հարակից հատվածում էր, որ սպառնում էր հասնել գյուղ։ Ես ուզում եմ նշել նաեւ, որ ամբողջ գիշեր աշխատանքներ են կատարվել եւ ի պատիվ փրկարարների եւ կամավորների անձնվեր աշխատանքի, ես դա ուզում եմ հատուկ շեշտել, որ օրեր շարունակ մարդիկ ուղղակի առանց քուն ու դադար պայքարել են կրակի դեմ եւ որոշակի արդյունքներ առավոտվա դրությամբ կար, այն տեղերը որտեղ որ ես եղել եմ, այդտեղ հաջողվել է կրակը մարել, բայց ամբողջությամբ իրավիճակի հետ կապված կարող եմ հետեւյալը ասել, որ առավոտյան ուղղաթիռները ինձ տեղեկացրեցին, փրկարարծառայության պետը ես այնտեղ էի, ինձ տեղեկացրեցին, որ ուղղաթիռներ են ներգրավել, խնդրել են պաշտպանության նախարարությունից ուղղաթիռներ տրամադրեն եւ առավոտվանից արդեն ուղղաթիռներ են ներգրավել, նաեւ ես որ այնտեղ էի, բազմաթիվ կամավորականներ նորից էլի մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին, այսինքն աշխատանքները շարունակվում են։ Գիշերը ինչ որ մի պահի թվում էր, որ արդեն իսկ հնարավոր չի կառավարել, որովհետև արդեն մոտենում էր արդեն ներքևի հատվածներին, արդեն կրակը շատ մեծ ուժգնությամբ, բայց կրկնում եմ, պայքարը այս պահի դրությամբ իր պտուղները տվել է, սպասենք շարունակություն։ Ինչ տեղեք չափերի մասով ինչ որ խոսակցություններ կային եւ նաեւ պատճառների մասին կա։ Տեսեք տարբեր վարկածներ Տեսեք, այն օջախները, որ կան, դրանք իրար հետ այդքան էլ կապված չեն, օրինակ նույն Կազաչի հանդամաս տարածքի այրվելը եւ այն հատվածում, որ ես էի Ոլորանների մոտին, բավական իրարից հեռու են, ասենք այդ օջախները, որ կան, տարբեր օջախներ են եղել։ Անմեղության կանխավարկածը չխախտելով եւ չեմ ուզում հիմա գնահատականներ տամ, որովհետեւ շատ նախնական կլինի եւ կարող է եւ այդքան էլ օբյեկտիվ չլինի, բայց ես ունեմ հիմնավոր կասկածներ իմ մեջ, հաշվի առնելով այդ իրավիճակը, ես այս ամեն ինչը տես պատահական բռնկված կրակ չեմ կարող համարել։ Այս վերջացնեմ խոսքս, այն որ այդ հրդեհները տարբեր տեղեր են, տարբեր հատվածներում են, ինձ հիմնավոր կասկած տալիս է, որ որոշակի առումով մարդկային ներգործություն է եղել, անզգուշություն է, դիտավորություն է, թե ինչ է, դի պարզի քննությունը, բայց այն որ իմ խորին համոզում, դա իմ գնահատականն է, դա պատահական չի եղել, դա իմ կարծիքն է։ Իսկ Դիլիջանի համայնքապետին նկատի։ Մի պահ ես այնտեղ տեսել եմ քաղաքապետին, կադրերում երևում է, որ այն հատվածին գնացել էր հրդեհաշիջ։ Ես էլ եմ այդ տեսանյութը տեսել, ցավում եմ դրա համար։ Իսկ նման բնակավայրերի Տիկա բնակավայրեր կրակը հասնելու, որտեղ ասում գիշերային ժամերին է նորից այդ մարած կրակը, որտեղ քամին եւ այլն։ Տեսեք, քամին նպաստում է դրան, չոր խոտերը նպաստում են դրան, խամատապալ ծառերը, որոնք չորացած են, նպաստում են դրան։ Մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք իշխանությունները հետեւյալն ենք ասում, այդ խամատապալ ծառերը որ կա, չոր ծառերը որ կա, դա պետք է տրամադրեն գյուղացիներին 8 խորանարդ մետր թափուկ վառելիքի շրջանակներում, որ պետությունը
պոզիտիվ իր պարտականությունն է եւ նաեւ ամրագրված այդ պարտականությունների մեջ որ պետք է այդ փայտը տրամադրի։ Հիմա այդ 4 փայտը եւ նաեւ բանը ուրեմն խոտը որ չորացած է նպաստում է նա որ կրակը եւ քամին որ կրակը ավելի մեծ տարածքներ ընդգրկի էլի։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, ես չեմ ուզում նախնական գնահատականներ տալ, բայց բազմաթիվ հարցեր կա, որ պետք է խորը ուսումնասիրության ենթարկվեն եւ պարզեն եւ ինչ Ես դրա մասին եւ երեկ եւ գիշերը դրա մասին ասել եմ, ես նաեւ ուրախությամբ ուզում եմ նշել, որ նաեւ իմ Facebook-յան գրառումից հետո շատ մարդիկ ինձ զանգահարել են, որոշ մարդիկ իրենք էլ են մասնակցել հրդեհաշիժման աշխատանքին, այսինքն կամավորական խմբերն էլ են շատ լուրջ կերպով նաեւ մասնակցում հրդեհաշիժման աշխատանքներին եւ եթե օրինակ այս ամեն ինչին ականջալուր լինեին եւ ավելի շուտ լսեին մեզ, օրինակ այդ ուղղաթիռները շատ ավելի նախնական փուլում կներգրավենք։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք ուղղաթիռը ներգրավեք, ասում են դե դրա ժամանակը չի։ Ասում ենք մարդուշ ավելի շատ տրամադրեք այդ աշխատանքներին եւ փրկարարծառայության աշխատակիցներից եւ կամավորականներից, այսինքն այս էլ հերթական բանն է, էլի ես չեմ հասկանում, էլի, եթե ընդդիմությունը բան է ասում։ Այսինքն կարելի է չէ՞ ամեն ինչը մի քիչ լուրջ ընդունել եւ ավելի շատ միջոցներ ներգրավել, այս մասշտաբները այս ծավալի չեն լինի։ Այսինքն ավելի տարածվելու վտանգ կա, պարոն Դանելյան։ Դե այնտեղ ենք եղել էլի, հա հանգցրել ենք, ասեմ հանգցրել եմ ես, եթե դա ինչ որ մեկին սիրտը հովացնելու է, ինչ կարեցել եմ ես գիշեր արել եմ։ Տարածվելու Ինչ վտանգ ասեմ։ կա, թե Ես հրշեջ չեմ, բայց օգնել եմ այդ մարդկանց, ինչով կարեցել, ինչ ասել են արեք արել ենք եւ նաեւ առաջարկել ենք, նաեւ դրանից առաջել ենք առաջարկել գիշերներ եմ առաջարկել իմ օգնությունը, ինչ անեմ ես չգիտեմ։ Եթե բան կա, պակաս ավել պակաս համար կներեք, ինչ ասեմ։ վտանգ կա, որ կտարածվի, թե հիմնական օջախները այս պահին մարված են։ Տեսեք, անգամ այն տեղերը, որ կրակը մարվում է, մեր թնդմեր այդ մարած կրակը նորից էլի բռնկվում է։ Տեղեր կա, որ բանը չոր հատվածները շատ են, քամին է նպաստում, այլ նպաստող հանգամանքներ լանում։ Տեսեք, օրինակ տարածք կա, որտեղ որ յոլկաները հայերեն կներեք, եղևնիները շատ են եւ այդ եղևնիներն էլ շուտ կպչելու եւ կրակը տարածվելու համար հատկություն ունեն, էլի։ Հիմա ես նման ուրեմն իրավիճակներ էլ գիտեմ, որ առաջանում է, հիմա ասել, որ այս պահի դրությամբ ես հետեւյալ գնահատական ունեմ, իմ աչքի տեսածն եմ ասում, բավականին շատ տեխնիկա Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից փրկարարծառայության աշխատողներ գիշերը համալրում էին եւ գալիս էին, անդադ գալիս էին առավոտվա դրությամբ էլ ես երբ որ այցելեցի, տեսա դա որ էլի գալիս են ուժեր, այս ուժերը կարծում եմ դա իմ գնահատականն է, միգուցե այդ գործի գիտակները, այդ գործի մասնագետները ավելի լավ են հասկանում, բայց իմ կարծիքը նա է որ շատ ավելի ճիշտ կլներ, որ այդ ամեն ինչը արվեր նախնական փուլում եւ այս ծավալները չընդգրկեր։ Ամեն դեպքում էկոլոգիային, ֆլորային, բնությանը մեծ վնաս է հասցվել։ Դա կրկնում եմ, Դիլիջան ազգային պարկի տարածքն է։ Ազգային պարկի տարածքն է։ Թե հիմա ով է շահագրգռված եղել, ինչ է եղել, ես կրկնում եմ, չեմ ուզում նախնական գնահատականներ տամ, բայց վարկածներ կան, որ իրավապահ համակարգը պետք է այդ վարկածների հետևից գնա եւ ստուգի եւ մեղավորները պետք է խիստ պատասխանատվության արժանանան։ Եվ մի բան էլ ավելացնեմ, 1000 ներողություն։ Եվ շատ կարեւոր է, որ այդ պատասխանատվությունը դրսևորեն նույն պետական աշխատողները, եթե նորից հարց տվեցին, եթե գնում ենք եւ ինչ որ հրդեհաշիժման աշխատանքներին կամ մասնակցում ենք կամ դիտորդի կարգավիճակով ենք լինում, պետք է նաեւ այդ կարգ ու կանոնը բոլորը հետևեն։ Ամեն մեկի անզգույշ քայլից կարա պատճառ դառնա նոր հրդեհների։ Հասկանում եք, կաղա մեկը անզգույշ, չգիտեմ, իր ծխախոտը գցի այդ 4 տարածության վրա եւ մի հատ հերիք մի հատ ծխախոտը գցվի եւ այդ կրակը կբռնի։